Շնորհակալություն, առաջին հերթին ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց եւ աղջիկներին այս գեղեցիկ միջազգային կանանց տոնի կապակցությամբ եւ ցանկանալ բոլորին առողջություն, հաջողություն, անամպ երկինք, թող որ մեր երկրում որքան խնդիրներ կան ծառացած, դրանք բոլորը լուծումներ ստանան եւ մեր կանայք ապրեն խաղաղ ու երջանիկ։ Բարև ձեզ սիրելի գործընկերներ, շնորհավորում եմ կանանց, աղջիկներին, ձեր մայրերին, քույրերին, բոլորիս։ Շնորհավորում եմ Գարնան Գալստի կապակցությամբ եւ կանանց միամսյակի սկզբի կապակցությամբ եւ շնորհավորում եմ նաեւ տղամարդկանց, որովհետեւ տղամարդիկ բավականին լուրջ բեռ ունեն քաշելու այս մեկ ամսվա ընթացքում, թեպետ համոզված եմ, որ ամբողջ տարվա ընթացքում եւս նրանց բեռը պակաս ծանր չէ, բայց մաղթում եմ տղամարդկանց արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ եւ նյութական եւ հոգեվոր եւ այլ հնարավորություններ, որպեսզի կարողանան իրենց կողքի գտնվող կանանց այնպես պահել, այնպես գուրգուրել, որ այդ կանայք չկորցնեն կանացիությունը, չկորցնեն իրենց գեղեցկությունը եւ գոհ լինեն իրենց ապրած կյանքով։ Իսկ կանանց մաղթում եմ մեծ իմաստնություն, խորաթափանցություն, կանացի խորամանկություն եւ կանացիություն, որ կարողանան ճիշտ տղամարդկանց գտնել եւ ուժեղ ու ճիշտ տղամարդկանց կարողանան պահել իրենց կողքին։ Շնորհավոր Գարնան տոն։ Ընտրություններ են կատարել, որոնք պետք է աջակցեն կանանց, երիտասարդ ընտանիքներին, մայրերին։ Այդ առումով պետք է ասեմ, որ մեր խմբակցությունը բավականին հարուստ փորձ ունի եւ այս պահին էլ մենք շրջանառության մեջ ենք դրել բազմազավակ ընտանիքների եւ բազմազավակ մայրերի մասին օրենքի նախագիծ, որը դեռևս քննարկվում է, աշխատում են կառավարության հետ, որովհետեւ այդ նախագծի մեջ կան բազմաթիվ սոցիալական շեշտադրումներ, բարոյական շեշտադրումներ, որոնք անհրաժեշտ են այսօր մեր հայ ընտանիքներին, առավել եւս բազմազավակ ընտանիքներին, որտեղ բոլորիս է հայտնի, որ բազմազավակ ընտանիքների առջև շատ ծառացած խնդիրներ կան, գրեթե մեծամասնությունը բազմազավակ ընտանիքների սոցիալապես անապահով ընտանիքներ են եւ ես գտնում եմ, որ մենք այդ նախաձեռնությամբ պետք է հնարավորություն տանք արժևորել այն կնոջը, որը բազմազավակ մայր է, որովհետև դա հերոսություն է եւ նա առանձնահատուկ ուշադրության կարիք ունի եւ պետք է այդ ուշադրությունը դարձնել, առավել եւս, որ մենք կարեւորում ենք նաեւ մարդկային ռեսուրսը որպես կարևոր ռեսուրս, իսկ բազմազավակ մայրերը հերոսություն են անում, մեզ նվիրում են բազմաթիվ երեխաներ, բազմաթիվ զինվորներ եւ մենք պետք է այդ գործը շատ կարեւորենք։ Այս առումով ես կարծես թե այս տարի նոր այդ նախաձեռնությամբ ինձ մի քիչ թեթևացած եմ զգում, երբ որ դա դառնա օրենք, արդեն ավելի ուրախ կլինեմ, որ աջակցած կլինեմ բազմազավակ ընտանիքներին եւ այդ օրենքի օրինակով մենք ցույց կտանք այդ մայրերին, որոնք հերոսաբար բազմաթիվ երեխաներ են ունենում, վստահաբար ունենան բազմաթիվ երեխաներ եւ չմտածեն, այլ պարզապես մտածեն, որ պետությունն իրենց կողքին է եւ իրենք որքան խնդիրներ ու խոչընդոտներ ունեն, անպայման պետական հոգացությամբ լուծվելու են այդ խնդիրները։ Ես էլի օրինակներ կարող եմ ասել, երիտասարդ ընտանիքների մայրերի հետ կապված, մենք գիտենք, որ այսօր գործում է օրենք, որ մինչև 2 տարեկան երեխաներ ունեցող մայրերը, նրանք ովքեր աշխատում են, ստանում են մինչև 2 տարեկան երեխայի համար 18000 դրամ։ Այստեղ մենք տեսնում ենք կարծես թե խտրականություն, եթե հաշվի առնվել պետության կողմից աշխատող մոր կերպարը, ապա այդ տեսանկյունից մենք պետք է նայենք, որ աշխատող մայրը հնարավորություն է ունեցել աշխատել եւ նրա 2 տարեկան մինչեւ երեխայի պահելու համար նա ստանում է ուրեմն 2 տարի 18000 դրամ գումար, բայց այն յուրաքանչյուր ամիս, իսկ այն մայրերը, որոնք չեն աշխատել, իսկ պատճառները մենք հստակ գիտենք, ինչու չեն աշխատում երիտասարդությունը, երիտասարդ մայրերը առավել եւս մարզերում գրեթե աշխատատեղեր չկան։ Այդ առումով այստեղ խտրականություն է դրված եւ մենք առաջարկում ենք կառավարությանը, որպեսզի այդ հոգացությունը ոչ թե լինի աշխատող կամ չաշխատող մայրերի նկատմամբ, այլ մինչեւ 2 տարեկան երեխայի նկատմամբ եւ հնարավորություն տրվի բոլորին ստանալու այդ գումարը։ Գուցե գումարը չնչին է, բայց հավատացեք աջակցություն է։ Ես վերջին այս քննարկումների ժամանակ կառավարության հետ հանգել ենք մի եզրակացության, որ սկսենք փուլային, որտեղ գումարը բավականին մեծ է, փորձենք առաջին փուլի մեջ մտցնել ուսանող մայրերին, նրանք ովքեր եւ ուսանող են եւ մայր են, այդ աջակցության մեջ մտցնել այդ ուրեմն
տեսակը, հետո հաջորդ արդեն սոցիալական շեշտադրումներով գնանք առաջ։ Պետք է ասեմ, որ էլի բազմաթիվ օրինակներ ունեմ, գուցե մի քիչ Տիկին Մարգարիտան է խոսի, հետո եթե հարցեր կլինեն, ես մեր օրենքների Կարծում եմ ձեր աշխատանքի ընթացքում, նաև մեր աշխատանքի ընթացքում մենք սա պիտի շատ կարևորենք։ Ընդհանրապես ես կողմ եմ, որ մարդիկ կամ մարդկությունը չբաժանվի ըստ սեռային պատկանելության։ Գուցե որոշ մարդիկ վիճեն ինձ հետ այս իմ թեզի կապակցությամբ, բայց ես կարծում եմ, որ ազգային ժողովը իր օրենքներով պիտի աշխատի այնպես անել, որ բոլոր մարդիկ, անկախ իրենց սեռական պատկանելությունից, ունենան ճիշտ օրենքներ եւ այդ օրենքները ճիշտ ծառայեն եւ կիրառվեն այդ օրենքները կյանքում։ Մենք խորհրդարանում ունենք 14 կին պատգամավոր։ Կարծեմ այսպիսի մեծ թվով կանայք երբևէ ընդգրկված չեն եղել խորհրդարանում եւ այդ 14 պատգամավորից 9 կին պատգամավոր հանրապետական խմբակցության անդամներ են։ Մի բան կա, որը ես կարծում եմ իրավունք ունեմ ասելու, որովհետեւ պատիվ եմ ունեցել որպես լրագրող լուսաբանել շուրջ 20 տարի մեր Գերագույն խորհրդի ազգային ժողովի աշխատանքները, խորհրդարանի աշխատանքները եւ մի տարբերություն կա այսօրվա խորհրդարանի եւ կարծում եմ նախորդ խորհրդարանների միջև այսօրվա խորհրդարանի դերը իրականում բարձրանում է եւ բարձրացել է եւ ուզում եմ այսպես մի քիչ կանացի խորամանկությամբ ասել, որ կարծում եմ այդ դերի բարձրացման գործում մեծ դերակատարություն ունեն նաեւ կանայք, որովհետեւ որքան էլ որ լրատվամիջոցները այսպես սենսացիայի ետևից գնալով փորձում են ներկայացնել, որ ինչ-ինչ հարցերում տարաձայնություններ են լինում կին պատգամավորուհիների միջև, ես հասկանում եմ դա որպես մասնագիտությամբ լրագրող, թե ինչու այս խնդիրները այսպես մի քիչ աղմուկ են բարձրացնում, որովհետև հասկանում եմ, որ լրատվական կայքերը եւ լրատվական միջոցները խնդիր ունեն ընթերցող գրավելու եւ հասկանալի է, որ սենսացիան ավելի շատ է գրավում ընթերցող, բայց ես իրականում եւ ազնվորեն պիտի խոստովանեմ, որ մեր խորհրդարանում կանանց միջև որևէ առճակատում չկա։ Դա բոլոր 14 կին պատգամավորները աշխատում են շատ համերաշխ։ Սկզբանե կանխեցիք հարց, որ կարող են ձեզ այո, աշխատում են շատ համերաշխ եւ որևէ խանդի կամ չարության կամ նախանձի դրսևորում գուցե զարմանալի թվա, բայց ես իրականում վստահեցնում եմ, որ չկա։ Եթե նկատել եք խորհրդարանի բոլոր կանայք շատ խելացի են եւ բոլոր հարցերի, գրեթե բոլոր հարցերի շուրջ ակտիվ դիրքորոշում ունեն եւ արտահայտում են իրենց դիրքորոշումը։ Եվ մեկ բան էլ, կան տղամարդիկ հայտնի է, ես դա չպիտի ասեմ, դուք նկատում եք, որ հակված են կամ սովորություն ունեն կոշտ բառեր, կոշտ արտահայտչամիջոցներ օգտագործել խորհրդարանի դահլիճում։ Ես այսօր արդեն երբ որ դահլիճում եմ հետևում որպես պատգամավոր խորհրդարանի աշխատանքին, նկատում եմ, որ շատեր այդ տղամարդկանցից կանանց ներկայությունից, քանի որ շատ են կանայք, զսպում են իրենց եւ նույնիսկ ես անուններ չեմ տալու, բայց իմ 1-2 գործընկերներ, եթե ասենք շատ են վրթովում եւ պիտի այսպես իրենց տղամարդկային վերաբերմունքը դրսեւորեն, նույնիսկ ասում են, այսպես ցածր ասում են կներեք։ Այսինքն չեն կարողանում իրենց զսպել, բայց նաև հասցնում են ներողություն խնդրել։ Ես կարծում եմ սա շատ կարևոր է այսօրվա խորհրդարանի համար եւ ընդհանրապես օրենսդիր մարմնի համար, որ կանանց դերակատարությունը օգնում է խորհրդարանի դերի բարձրացմանը։ Սրա մասին վկայում է եւ ազգային ժողովի նախագահը եւ տղամարդ պատգամավորները։ Ես կարծում եմ, որ որքան կանայք շատ լինեն մեր երկրի զարգացման, մեր երկրի կայացման գործընթացների մեջ եւ ինչու ոչ գործադիր մարմնում, այնքան դրանից մեր երկրի առաջընթացը եւ տղամարդկանց գործերը դրանից միայն կշահեն։ Գիտեք, ամենակարևորը բոլորը գործընկերներ են ազգային ժողովում, երեք արդեն ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բոլոր կանանց հրավիրել էր եւ շնորհավորել իր մաղթանքները արդեն ասել է եւ նվիրել մեծ ծաղիկներ, որի համար մենք շնորհակալ ենք։ Ամենակարևոր ուշադրությունն է։ Գրեթե բոլոր գործընկերներից սպասում ես ուշադրություն եւ վերաբերմունք, որովհետեւ դե այսպես ասած ընդունված միամսյակ է, տոն է եւ ցանկացած տղամարդ պատգամավորի շնորհավորանքը արժանի է հարգանքի։ Չկա մեկը կոնկրետ որ ուզեք անձամբ ինքը։ Դե բնականաբար առաջին հերթին այդ սպասում ես քո խմբակցության գործընկերներից, քո մտերիմներից, քաղաքական թիմի, հա, հետո նոր մյուս գործընկերներից, որոնց հետ աշխատում ես։
Ես էլ պիտի պատասխանեմ այդ հարցին։ Տիկին Բիշյանը բավարար պատասխանեց։ Համամիտ եմ Տիկին Բիշյանի ասածների հետ, բայց եթե նկատի ունեք բուն խորհրդարանում, ով կուզեի, որ ինձ շնորհավորեր, կարծեմ բոլորն էլ ջենտլմենական պահվածք են դրսևորել եւ շնորհավորել են մարտի 8-ի կապակցությամբ, բայց այսօր խորհրդարանում չկա մի падգամավոր, որը կար բառացիորեն 1 կամ 2 ամիս առաջ, որի շնորհավորանքը ես կուզեի, որ խորհրդարանի կանայք ունենան, որովհետև դա այդ падգամավորին ես համարում եմ երկար տարիների падգամավոր է ինքը եւ համարում եմ բավականին խելացի, կիրթ, ինտելեկտուալ, հումորով, բավականին խայթող, այսպես սարկազմով մի падգամավոր, որը այսօր դեսպան է նշանակվել Գերմանիայում, Վահան Հովհաննիսյանին նկատի ունեմ։ Ես կարծում եմ իր պահվածքը շատ լավն էր եւ ափսոսում եմ, որ ինքը խորհրդարանում չի եւ հույս ունեմ, որ ես հիմա չեմ գովազդում պարոն Հովհաննիսյանին, ուղղակի անկեղծ եմ պատասխանում, հույս ունեմ, որ ինքը իր նոր պարտականությունը նույնքան լավ կկատարի, որքան աշխատում էր որպես падգամավոր։ Եվ երկրորդ հարցը, ըստ ինչպես ինձ պետք է լինի կինը, որը միշտ սպասված լինի ամուսնու կողմից։ Մեզ նման, Տիկին Բիշարյանի եւ Մարգարիտ Եսայանի նման։ Սովորաբար կանայք երբեք պետք է չմոռանան, որ իրենք կին են եւ անկախ նրանից, որ աշխատանքի ծանրաբեռնվածություն ունեն, սոցիալական խնդիրներ ունեն, կենցաղային խնդիրներ ունեն, նրանք միշտ պետք է իրենց ամուսնուն դիմավորելիս կոկիկ լինեն, սանրված լինեն, բարեհամբույր լինեն, իրենց ջերմությամբ կարողանան գրավել իրենց ամուսնուն, որովհետև գիտեք այսօր ջերմություն, արհեստական ջերմություն տվողներն ավելի շատ են, այդ առումով կանայք միշտ պետք է հաշվի առնեն այդ մանրուքները։